Բշտիկը չափերով մեծացել է եւ դառվել է արդեն չարբարակ ուռուցք լեզվար մատի։ Մարդը ունի խնդիր, չի դիմում բժիշկի եւ տարիների ընթացքում իրավիճակը ավելի է վատանում։ Ապրիլը գլխի եւ պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Նույնիսկ ամենափոքր խնդրի ժամանակի նախտորոշումը կարող է կանխել բարդ զարգացումը, հետեւաբար անհրաժեշտ է հետազոտվել տարին գոնե մեկ անգամ։ Մենք կարող ունենանք նոր սկսվող նորագոյացություն գլխուղեղում կամ պարանոցի փափուկ հյուսվածքներում, որը որ ախտանիշ ուղղակի չունենա։ Բայց կատարելով MRT հետազոտություն, քանի որ մենք ունենք նորարարագույն մեթոդներ, որի ժամանակ մանրակրկիտ մանր շերտերով իրականացվում է հետազոտություն եւ կարող է ամենափոքր վաղ փուլերում հայտնաբերվել այդ նորագոյացությունը։ Գլխի եւ պարանոցի քաղցկեղները կարող են տեղակայվել տարբեր հատվածներում՝ բերանի եւ քթի խոռոչից մինչեւ կոկորդ ու թքագեղձեր։ Բժիշկը առանձնացնում է բերանի խոռոչի քաղցկեղը եւ դրա հիմնական ռիսկի գործոնները։ Հիմնականում ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահող պացիենտներն են, ովքեր որ տասնամյակներ շարունակ ունեն համապատասխան ապրելակերպ ու բերանի խոռոչի քաղցկեղների մեջ նաև կարելի է առանձնացնել սխալ պատրաստված օրինակ պրոթեզներից առաջացած խոցային մակերեսները, որոնք որ տևական ժամանակ չեն բուժվում, այսինքն 3 ամիս եւ ավել, եւ այդ գանգատներով պացիենտները ոնց որ դառնում են պոտենցիալ ռիսկի խումբ։ Հիմնական կլինիկական նշաններն են երկարատև ցավը եւ արյունահոսությունը։ Պացիենտները դիմում են մեզ արդեն ավելի ուշ փուլերում, դա 3-րդ եւ 4-րդ փուլերն են։ Շատ հազվադեպ են հանդիպում պացիենտներ, ովքեր որ գալիս են առաջին կամ երկրորդ փուլում, բայց այդ ամեն ինչը մեզ հնարավորություն է տալիս սկզբնական փուլերում ավելի լավ արդյունքներ ստանալ, ավելի փոքր վիրահատական միջամտությունով լուծել տվյալ խնդիրը եւ ոնց որ ունենալ ավելի լավ կյանքի որակ։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո հետազոտվող քաղաքացիների թիվը ավելացել է, բայց բերանի խոռոչի քաղցկեղի վաղ հայտնաբերման հարցում կարևոր է նաև առաջնային օղակի բժիշկների, ստոմատոլոգների դերը, որոնց բուժառուները առավել հաճախ են դիմում։ Եթե նույնիսկ չդիագնոզեն, առնվազն կասկածի տեղիք պետք է տա իրենց այդ գոյացությունները եւ ուղարկեն համապատասխան նեղ մասնագիտացված կենտրոններ, որպեսզի պացիենտը ճիշտ ժամանակին դիագնոզվի եւ բուժումը ստանա։ Վիրաբույժը առանձնացնում է նաև բերանըմպանի քաղցկեղը, որը հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ, իսկ կանխարգելման կարևոր միջոցներից է պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը։ Նարեկ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Լուրեր։